Այսօր երեկոյան լեցուն էր նաև Երևանի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցին։ Շատերի համար ավանդույթ է դարձել հենց այստեղ մասնակցել ջրաքալույցի Սուրբ Պատարագին եւ ստանալ Տիրոջ հրաշափառ ծննդի ավետիսը։ Ավանդաբար ամեն տարի Սուրբ Ծննդյան երեկոյին այստեղ են գալիս նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, այլ պաշտոնյաներ։ Սուրբ Ծննդյան ջրաքալույցի պատարագը մատուցվեց Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ arczepiskopos Գջոյանի հանդիսապետությամբ, պատարագիչը Տեր Շահե Քահանա Հայրապետյանն էր։ Քարոզում Տեր Հայրը հորդորեց հավատացյալներին ապավինել Սուրբ Ծննդյան լուսավոր տոնին, մոտենալ Սուրբ Մսուրին, որտեղից ճառագայթեց քրիստոնեությունը։ Յուրաքանչյուր քրիստոնյայի համար, որպեսզի Քրիստոս իր հոգում, իր սրտում ծնվի, շատ կարևոր է, որ մենք այս խորհրդին Սուրբ Պատարագի խորհրդով կարողանանք հաղորդություն ստանալ եւ կարողանանք մեր հավատքը վերաարժեվորել եւ վերաիմաստավորել, հատկապես Սուրբ Ծննդյան լույսի ներքո։ Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ ձեզ եւ մեզ մեծ ավետիս։ Այսպես մարդիկ Սուրբ Ծննդյան բարի լուրը փոխանցեցին միմյանց սիրո, ջերմության եւ նոր հաջողությունների ակնկալությամբ։ Բեթղեհեմ քաղաքում Մսուրի մեջ ծնվեց եւ լույս աշխարհ եկավ Մանուկ Հիսուսին, Սուրբ Հոգով եւ Սուրբ Սրտով։ Ինձ համար այս լույսը խորհրդանշում է, ասոցացվում է Հիսուսի լույսի հետ եւ ամեն մեկս լույսը տանելով մեր տուն, կարծում եմ Հիսուսի մաքրությունը, լույսը եւ ջերմությունն ենք մեզ հետ տուն տանում։ Երեխաներիս, հայ ժողովրդին, մեր հայ ընտանիքներին ջրակները միշտ վառ մնան։ Լույսը տանելով մեր տուն, մտածում ենք, որ Տիրոջ օրհնությունը տարանք, Տիրոջ լիությունը տարանք։ Տիրոջ լույսը մեզ համար հաջողություն կբերի եւ կլուսավորի մեր բոլորի հոգիները եւ սրտերը։ Հիսուս ծնավ եւ հայտնեցավ մեզի ձեզի մեծ ավետիս, բարի լուր է ամբողջ հայ քրիստոնյա ժողովրդին։ Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու բակը մինչև ուշ երեկո ողողված էր ջրակներով։ Մարդիկ Տիրոջ ջերմությունն ու լույսն իրենց ընտանիքներին հասցնելով հավատում են, որ այն համախմբման, նորոգության, ներելու եւ սիրելու գեղեցիկ առիթ կդառնա։ Մերի Հովսեփյան, Վարդգես Մանուկյան, Եկեղեցական կյանք։